Պարոն Խաչատրյան, երեկ Մասիսում տեղի ունեցել ավականու նիստ, որի ժամանակ ձեր խմբակցության անդամը առաջարկել է, որպեսզի Մասիսում մանկապարտեզները անվճար դառնան։ Ինչպես հասկացանք, արձագանքը բավականին բուռն է եղել տեղի իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից, իսկ խնդրեմ մի քիչ մանրամասնեք ինչ է եղել։ Կուզեմ արձանագրել, որ այո, իշխող խմբակցության կողմից արձագանքը բավականին բուռն է եղել, բայց մենք սպասում էինք դրան, հաշվի առնելով համայնքներին տրվող դոտացիայի չափը, Մասի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու խմբակցությունը խորհրդակցելով խորհրդի կազմի հետ որոշում է կայացրել առաջարկությամբ հանդես գալ ավականու նիստի ժամանակ ավականու անդամ Էվելինա Ոսկանյանը առաջարկեց, որպեսզի դիտարկենք Մասիս խոշորացած համայնքում մանկապարտեզների անվճար դարձնելու հարցը, հաշվի առնելով, որ Արարատի մարզում առաջինը այդ քայլը իրականացրել է Արտաշատ խոշորացված համայնքը եւ հունվարի 1-ից Արտաշատ խոշորացված համայնքում մանկապարտեզները արդեն կլինեն անվճար, մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունը եւս նման նախաձեռնությամբ հանդես եկավ։ Կուզեմ դոտացիայի մասին խոսեք, հա, հաջորդ տարի ավելանալու է դա։ Իհարկե, յուրաքանչյուր տարի դոտացիաները ավելանում են, ես կասեմ տարեթվերով 24 թվականին, 23 թվականի հավաբանությամբ ավելացել է մոտավորապես Մասիս խոշորացած համայնքի դոտացիան 35.4%-ով։ Այս տարի, եթե մենք համեմատում ենք գալիք տարվա դոտացիայի չափի հետ, 2025 թվականի դոտացիան կազմել է 3 միլիարդ շուրջ 600 միլիոն դրամ, իսկ 26 թվականին այդ թիվը կհասնի 4 միլիարդ 159 միլիոնի, որն էլ թույլ է տալիս, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունը հանդես գա նման առաջարկով, որտեղ մենք մեր հաշվարկների արդյունքում դիտարկել ենք եւ տեսել ենք, որ կա հնարավորություն համայնքում ստեղծված իրավիճակին լուծում տալու։ Եվ կուզեմ նշել, որ դեռ 2013 թվականից, երբ որ ես Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ավականու անկուսակցական անդամ էի, այդ ժամանակից իմ ուղենիշը եղել է մանկապարտեզներն անվճար դարձնելու գաղափարը եւ դեռ մինչեւ հեղափոխության տարիները ես իմ ավականի գործընկերների հետ նախաձեռնել եմ Սայաթ-Նովա գյուղում 7000 դրամ էր հիշում եմ մեկ երեխայի վճարը, նվազեցրել ենք տարիների ընթացքում հասցրել ենք 4000-ի։ 2021 թվականին խոշորացումից հետո անդամավճարը կրկնապատկվել է, եթե չեմ սխալվում, մինչև 9000 է դարձել ու ես մտածում եմ, որ մեր համայնքները հիմա ունեն բավական հնարավորություն կառավարության որդեգրած քաղաքականությամբ 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականին բոլոր համայնքները ստանում են ավելի մեծ չափաբաժին դոտացիա եւ հնարավորություն ստեղծված է, որպեսզի համայնքները դիտարկեն մանկապարտեզներն անվճար դարձնելու համար, քանի որ ուզում եմ նշել 2011 թվականից Երևանում մանկապարտեզներն արդեն սկսել են գործել անվճար հիմունքներով, ես կարծում եմ բոլոր երեխաներն էլ ունեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ, իմ գաղափարախոսությունը նա է եղել, որպեսզի մենք չտարանջատենք Երևանում ապրող երեխայի հնարավորություններն ու իրավունքները մարզերում բնակվող երեխաներից եւ կարծում եմ ժամանակի ընթացքում մեր համայնքները ամբողջովին կորդեգրեն այդ քաղաքականություն եւ կհասնեն նրան, որ մանկապարտեզները կլինեն անվճար հիմունքներով։ Այսինքն հաշվի առնվել նաեւ Երևանի եւ այլ համայնքներում եթե կիրառվել է դա հաջողված փորձ է։ Եթե չլիներ հնարավորություն, վստահ եմ, որ Արարատի մարզի Արտաշատ խոշորացած համայնքը հանրապետության խոշորագույն համայնքներից մեկը լինելով չէր գնա ավականու այդ որոշմանը եւ հունվարի 1-ից չէր դարձնի մանկապարտեզներն անվճար։ Կխնդրեմ նաև խոսենք մանկապարտեզաշինությունից, քանի որ հանրապետությունում ամբողջ թափով վերանորոգվում է, վերակառուցվում է, նոր մանկապարտեզներ են կառուցվում։ Կխնդրեմ ասեք Մասիս խոշորացված համայնքում վերջին տարիներին քանի մանկապարտեզ է կառուցվել կամ վերանորոգվել, վերակառուցվել։ Արարատի մարզում մեծ հաշվով կապիտալ ներդրումները մեծ թափով աճ են արձանագրում, կառավարությունը բացի այն, որ խոշորացած համայնքներում իրականացնում է սուբվենցիոն ծրագրեր, պետություն համայնք համաֆինանսավորմամբ ու համագործակցությամբ, Մասի տարածաշրջանում եւս իրականացրել են բազմաթիվ մանկապարտեզների վերանորոգման եւ վերակառուցման
աշխատանքներ։ Դպրոցաշինությունը նույնպես լավ վիճակի մեջ է գտնվում, վերջերս Հայանիստի միջնակարգ դպրոցը հիմնակառուցվեց, որը շուրջ 30 տարի փլատակ վիճակում էր գտնվում, շուրջ 2 միլիարդ 200 միլիոն դրամ պետությունը ներդրում իրականացրեց եւ շքեղ կրթօջախ է դարձել։ Եվ նաև կխնդրեմ ներկայացնեք մարզին տրվող դոտացիաները ինչի վրա է ծախսվում։ Արարատի մարզի համայնքներին տրվող դոտացիաները շուրջ 260%-ով ավելացել են, դրան եթե մենք միավորում ենք ընդհանուր համայնքների դոտացիան, այն մոտավորապես կազմել է 14 միլիարդ, իսկ 17 թվականին Արարատի մարզին տրվում էր ընդամենը 4 միլիարդ դոտացիա, ես մտածում եմ, որ սա կառավարության որդեգրած քաղաքականությունն է համայնքների համաչափ զարգացման եւ համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովման համար։ Եվ երբ է նախատեսվում մանկապարտեզների այս անվճար մուտքը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականության անդամ Էվելինա Ոսկանյանի առաջարկը հնարավորություն է քննարկելու այդ հարցը, որևէ մեկը դա դեռ չի հաստատել եւ անկախ այն էմոցիոնալ արտահայտությունների եւ վերաբերմունքի Մասիսում իշխող քաղաքական թիմի, ես կարծում եմ, որ շատ կարեւոր է եւ գերակա հանրային շահը, կարծում եմ, որ կարելի է համատեղ ջանքերով, եթե դա իշը հասարակության է, կարելի է դա կյանքի կոչել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։